պատկերացնում եք ինչու։ Երկու նվիրաբետական աթոռ մայրաթոռը, Երուսաղեմ և Բոդիս, ուրիշ չի կա։ Առաջին արդեն կրող արել գնացել է Երուսաղեմ։ Ինչ, սրան բարերը դալիս ինչ բարելուց և այլն, ու դարավես, բանի դեր չի կնում։ Պատկերացրեք, եթե նույն օրինի, ասլանով ոսում, ասլան մի առանցել։ Նշանակում մայրաթոռի երկու աթոռի, ոտք չի գա, ոնց բացադրել աշխարհին, որ այդ երկուսն ես բարելուց չեմ նալիս, ուրեմն այստեղ է խնդիրը։ Հիմա նայ իսլամացված, բռնի իսլամացված հայերի հետ կապված մի աննախադեպ իրավիճակ դեր ունեցավ, ճշմարտաբար զանգվածային լրատվամիջոցները իրենց դեղում չեն, ես շատ նեղվում եմ դրանից, ու այս հարցը չեն արձանագրում։ 2 տարի առաջ, 2013 թվականին, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում դեր ունեցավ մի ժողով, որ աննախադեպ էր։ Գիտեք, մեր եկեղեցին 1956 թվականից բարակ տված է, Անտիլիաս Էջմիածն, չէ՞։ Սին հայ-աղուղան թաշնակցության մեղքով բարակտեցին եկեղեցին։ Հիմա, Անտիլիասը եպիսկոպոս ամբողջ տասը մասնակցեց Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի ժողովին, առաջին անգամ է լինում դա մեր եկեղեցում, որ Անտիլիասական և Էջմիածնական, մեր միապանները իրար հետ նույն հարցը քննարկելու համար կողքովի գալին եկան։ Եվ ինչն էր այդ հարցը մեկ հարց կար, բռնի իսլամացված հայերի դրգին, քրիստոնեացնելու, հայության վերադարձնելու համար ինչ պետք է անել եւ ինչ արդյունք 2-3 օր չուրձեզոցի հետաձգում ոչ մի արդյունքի չհասավ, այդ ժողովը եպիսկոպոսած եւ Էջմիածնի հետ մասին հայտարարություն չի տարածել, դա օրինակ է։ Հարցը հետաձգվեց 2015 Հիմա 2015 թիվ է, ասել ենք սեպտեմբեր, բայց մնացել ընդամենը 4 ամիս եւ եկեղեցության չի է։ Այսին ոնց կարելի է եկեղեցին դիրքորոշում չունենա, իսլամացված հայ հետ կապված ինչ անել։ Ամենսունակ է, չի հասկանում, թե մեր պատմության մեջ չի եղել նման դեպքեր, դա մեզ ուզացրել է, չէ՞, արշավանքների բանում, եկեղեցին ինչ դիրքորոշում ունենա, չի գա։ Ինչ Անտիլիաս, ինչ Էջմիածնիներ է, այսին ես քարակցում եմ 2 Բոստան, այսպես ասած։ Հիմա դարօրինակ է, եթե եկեղեցական է, որ քիչ առաջ ասած Զաքարիա Վարդապետը չի կարողանում Հացմանյան Սարգիսի հետ բանավեճի գալ, քննարկման գալ, նշանակում վախենում է, ասելիք չունի։ Ես մեկիդեղ դասավ առաջարկ եւ ասելիք ունեմ։ Ինչպես կարող է եկեղեցին չունենալ։ Արամ Ատեշյանը ինքը դավանաբող հայի զավակ էր։ Ինչպես հայացավ։ Ինքը Արամ Ատեշյանը, նույն Տիգրան նույնիսկ Էրդողան Մերջանի նման։ Դրա նման միլիոններ մարդ կա։ Ինչ անել նրանց հետ։ Եկեղեցին Սավիդասի եւ Վիդասի հիմա 2015-ին, եթե դա չասեց, ուղիղ մեկ ամիս հետո այսօր, երևի 27-ին, ոչ թե այսօր, 27 սեպտեմբերին Մերոն օրհնությունն է Սուրբ Էջմիածնում։ Մերոն օրհնությունը մի բանի համար է արվում, 7 տարի այդ ամբողջ ծաղիկները, որ հանգացրով երաշտում են, Մերոնն են հաժանում յուրաքանչյուր առաջնորդի աշխարհի տարբեր երկրներից եկած, այսպես ամեն մարդ շիշերով դանում է այդ Մերոնը, որ Սուրբ Մկրտության ժամանակ օգտագործվի, չէ՞։ Բայց Մերոնը իր խորհուրդին չի համար է, եթե չի գիտի, չրի ավազանի մեջ խարնես այդ Մերոնը և միլիոնավոր հայերին մատուցես, չեմ հասկանում, իրենց մերժելով, իրենց թրջելով, իրենց հետ որևէ գապ չունենալով, գլուխը ճայլամի նման հողի մեջ անցկացնելով, ես հիմա ձեզ մի բան ասեմ, Աստված մի առասցե, չգիտեմ, եթե ես լինեի Արևմտյան Հայաստան կամ Գիլիգիայի ապրող այդ հայությունից իսլամացած, ավտոբուս կնստեի կգայի Սուրբ Մերոն օրհնության ժամանակ Սուրբ Էջմիածին։ Ավտոբուսներից կիջնեի կասեի, որ մենք եկել ենք, դուք Մերոնն եք օրհնում, ամբողջ աշխարհի հոգևոր տասը այստեղ է, Հայաստանյան Արաքելական Սուրբ Եկեղեցում, հիմա մեր աչքերի մեջ նայելով ասեք մենք մգրտում եք, թե չէ։ Եվ ես սա ուզենամ, հարյուրներով ավտոբուս կբերեմ այստեղ Արևմտյան Հայաստանից։ Չգիտեմ, Էջմիածնին խնդրում եմ այս հարցը դու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ բարձրաձայնեք եւ ասեք, որ իրենք բարդավոր են ուրեմն բան անել։ Նորին Սուրբ Օծություն դեր Կարեկին երկրորդ կաթողիկոս ամենայն հայոցը չի կարող Արամ Ատեշյան arczepiskopos-ի ցուցումներով, ինչ-որ գեցված կտրսել, հասկանում եք, մարդ ինքիր դեղում դիտիլնի և դասկասնի, որ էի, կաթողիկոսի ես եմ, առաջին, Կոնստանդնոպոլսը ունենում էի պատրիարքը, բոլոր հարցերին վերջ կդրվի, բոլոր անհետեցություններին, գլինի այդ արժանավոր ընդրյալը, այսպես ասած, ժողովրդի կողմից, սիրեցյալը, այդ հարկալիր գլերականը, որ
թե Թուրքիայի Հանրապետության pedagogan պաշտոնական ադյանների հետ նորմալ, adekvat քաղաքականություն գվարի, թե հայոց եկեղեցու մեզ անհասկանալի ամեն ինչի վերջ կտրին, թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հետ փոխհարաբերությունները գտնեն փոխ համագործակցության, սիրո եւ այսպես ասած միապանության հիման վրա։ Սա է միակ անելիքը։ Ու եթե հիմա որ երկու օր հետո Արամ Աթեշյանը գալիս է այստեղ մեր գատողոսը նրան չտրեց մինչև դարվա վերջ, Կոնստանտինոպոլսո պատրիարքի ընդրությունների որոշման անտեսկալը, ուրեմն մենք գոռաց ենք, իսկապես եմ ասում, ամբողջ հանրապետական Թուրքիայի այս անհասկանալի քաղաքական ճգնաժամային իրավիճակներում հայությունը ընդհանրապես իսպար գորի տեսադաշտից։ Համեցեք ես ասում։ Այդ շարունակությունը մեր եկեղեցին ասում է, որ պետք է գրություն ունենա, չէ՞, համապատասխան, որով առաջնորդելով իրենք մգրտությունը կազմակերպեն։ Իսկ այդ գրությունը հիմա որ ստացել է, դա հնարավոր չէ հեռավորության դրական կամ հիմա այդ բանջը նորից վերադառնալ։ Դուք երևի թե չհասկացաք, այդ քրությունը ինքնին արդեն մի անհասկանալի բան է, այդ անձնագիրը, որ ես ցույց տալու եմ, բան հեռավորություն դրան, չէ։ Դուք այս քրության մասին եք ասում։ Սա իր անձնագիրն է, քրություն չէ։ Իր անձնագիրը վրա գրած է Քրիստոսն է, հարց։ Եթե ես այս նույն անձնագիրից ունեցել եմ, վրա գրած է Քրիստոսն։ Եթե գրած է Քրիստոսն, ես ինչու կգնամ։ Ես արդեն Քրիստոսն եմ, ճիշտ է։ Հիմա եթե օրինակ այս քրիստոնյա բանով մեկը գնա Բոլիս, Արամ Աթեշյանը սենց կնքի։ Գնայր ասես, ստոպ, դու քրիստոնյա ես, քեզ ինչ կնքեմ։ Ինքը գնքի դու սա չտեսնողների համար ես ցույց տամ, էլի։ Բոլսո պատրիարքարանի մգրտության վկայական, խնդրեմ։ Երկու էջ սեպալգացած, որտեղ նշված է գնքվողի անուն ազգանուն, հայրանուն, մգրտողներ, սանիկ, սանահայր, ծննդյան տվական այդ եկեղեցին, որտեղ է մգրտությունը դերի ունեցել երկլեզու, անգլերեն հայերենով գա։ Սա Կոնստանտինոպոլսո պատրիարքարանի դված բանն է, ինչի հաշվին Հայաստանի քաղաքացիություն եք ձեռքբերում, եթե ունեք սա։ Okay, դառնակ է բայց այդպես է, այսինքն դու դուքտով ես Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերում, եթե կուզենաս։ Սա քեզ տալիս է, եթե սա դալուց հետո են քեզ տալիս սա։ Այսինքն դու մգրտվում ես, ունենում ես վկայական, գնում ես թուրքական իշխանություններին ասում ես, տես, մգրտվել եմ, ես իսլամ չեմ, քրիստոնյա եմ, սա իմ եկեղեցու տվածն է, քեզ սա են նայած։ Այս տղան սա չունի, չի մգրտվել եւ սա ունեցել։ Նշանակում է թուրքական իշխանությունները ավելին են անում, քան քեզ պետք է։ Քրիստոնյա ես խնդրեմ, դու ես որոշում քո հավատքը եւ քեզ տալիս են։ Սա արդեն Անից դուրս մնացել է, ինչ անա, օֆսայդում մնաց Արամ Աթեշյան, այդ որ ասում է պետք է կրություն լինի, բան լինի, ինչ կրություն, հասկանում եք, անհետետ միակ անդրամապանական իրավիճակ, և սրանից ավելին, որ ես շշմած է, երբ որ ես Facebook-յան էջում Զաքարիա Վարդավելին այսպես ասած բանավեժի պացկնարման հրավեր էի ուղղել, որ անմարացկան մնաց, ուրեմն ինձ մի հատ աղջիկ հիշացրեց, որ անցյալ դարի, ճիշտ այս ժամանակում, գրգին այդ նույն Նիկրանայևնից եկած հայերից երկու հոգի ուզեցել են գնքվել և գնքվել են, խնդրեմ, սա հենց այդ գնունքի YouTube-ում ալգա կարող եք տեսնել, երկու հոգի, Ռայիմե և Սամի, երուկնալ պրովեսոր, ուրեմն գնքվել են հենց Սուրբ Կայանե վանքում, Փակրած Սրբազան Կալստանյանն է իրենց գնքել։ Դրանք ունեցել են անձնագիր, որի վրա իսլամ է կրված եղել, շատ հետաքրքիր, այս տղայի անձնագիր վրա նույնիսկ իսլամ չէ գրում, ցույց է տվել այս տղան այստեղ իր անձնագիրը, այստեղ նստած է եղել, անհետետ իրավիճակ, այսինքն այդ որ ասում է Էջմիածնում շունը զիրել չի ճանաչում, այդ վիճակը ինչպես։ Հիմա Փակրած Սրբազանը մեր դահուշի առաջնորդ խնդրում եմ թիմեք Փակրած Սրբազանին, դու ինչ հիման վրա Նիկրանայևնից եկած երկու բռնից տավացված հայերին գնքեցիր, այդ ժամանակ գատողոսը ինչու այո էր ասում, այսօր ոչ ասում, ինչ փոխվեց, որևէ բան, ասեն սա ցանկության հարց է, մեկին քերքին գալիս է ասում արի գնքեմ, մյուս ասում, ոչ եւ այլ, այսպես եկեղեցի գնի, անհետեթություն է, դրա համար է այս ամբողջ հարցի բարձրաձայնումը, այդտեղ միլիոնավոր մարդիկ նայում են սա, հասկանում են, 21-րդ տարում են, հիմա մտածի, այս տղայի այս քայլը ամեն ինչ իր դերը պետք է տրի վերջում։ Մարդիկ պետք է մտածեն ինչ անել, այլ ան ինչու գնանք Հայաստան, ինչու գնանք եկեղեցի։ Դիմում ես Թուրքին, թուրքը ես քրիստոնյա կողմի է վերջ։ Հարցում ուզում է, ուրեմն դու հասկանում ես, որ շեֆը, որ քեզ այո ոչ ասում, դա թուրքն է, թուրքական պետությունն է, դա բանում է, որն է պրոբլեմը։
քեզ առանցից դուրս կան, հասկանում եք, հա, այսպես։ Հիմա ձեր հարցին պատասխանը երևի առավել քան տվի ես, էլի։ Մեր հարցը Պարոն Հասպանյան, ինչպես հա նշեցիք ձեր խոսքում, տարածաշրջանում Թուրքիայում բավական իրարված է, այդ թվում նաև իվգործոնը կա եւ այլն։ Հետաքրքրական խոսքս իհարկե այստեղային չի վերաբերում, պարզապես իսլամացած տվյալ հայերի թիվը բավականին մեծ է, ու Թուրքիայի քաղաքականությունն է, հա, որ առանց այդ մկրտության փաստաթղթի ինքը միանգամից անդրադառնում նշել է քրիստոնյա։ Արդյոք սա նպատակ չի հետապնդում, որ շատ հնարավոր է մի շատ ահաբեկչական գործողություններ պարզապես անձնագրում գրված մի հայ քրիստոնյա կատարվեն հենց նրանց կողմից, արդյոք Թուրքիային այդ քայլից կարող ենք դա ենթադրել, եւ այսօր շատ կարելի ասել եվրոպական երկրներում քրիստոնյաներին ավելի լավ են ընդունում, քան իսլամիստներին, ու Սիրիայի դեպքերը հա շատ մարդիկ եկան մկրտվեցին քրիստոնեություն ու երկիրը լքեցին հաստատելով եվրոպական միություններով։ Արդյոք բոլորի մոտ է, հա, այդ իրական արմատներին վերադառնալու ցանկությունը, թե պարզապես քաղաքական քայլ է, քանի որ քրիստոնյա լինելով քեզ աշխարհն ավելի լավ են կանում ու ընդունում։ Լավ, երևի ձեր հարց չէր, այլ իմազելիքս մեծ մասով ասեցիք, ուրեմն նայ։ Եվրոպայում քրիստոնյա լինես չլինես, պաղստական լինում քրիստոնյա լինելը ոչ բանու չի ալնում, դա առաջին։ Ես Եվրոպայից եմ, դա շատ լավ կետ, ընդհանրապես իսլամների հետ ավելի իրենք կարողանում են այսպես այդպես իրենց հագագշիրը ստեղծած ուժ լինելու անգամանքով յոլագնում, քան քրիստոնյայի։ Ուրեմն որևէ մարդ շատ դիտական առումով վրան քրիստոնյա կրած փաստաթուղթ ծեր չի բերի, որովհետև սա գրագե շաբի քաղաքներ են նշանակում։ Ես դա գրել եմ, շատ լավ գիտեմ։ Քեզ ավտոբուսից կիչացնեն, միայն այդտեղ քրիստոնյա գրել ասելով կգնան գծեցեն, կխոշտանգեն ինչպես կանեն, Թուրքիայի Հանրապետության մասին է խոսքը։ Ձեն ավելի լավ է չկրվի, քան թե կրվի, ուստի այս կայլին ոչ մեկը չի գնա։ Աբեկչության գործողություններում օգտագործման ենթակա մարդիկ պետք չունեն փաստաթուղթ, եւ ընդհանրապես նորմալ մարդիկ փաստաթուղթերը գերում են եւ չեն իրենց վրա գրում, չէ՞։ Դա ինքը գնում է կորզանելու։ Թուրքիայի համար այդքան հեշտ է հիմա այսպիսի անձնակրով այդտեղ անունը Սերժ Ազգանուս Սարգսյան, կամ Սարգիս Հացպանյան, կամ Ղարաբետ Սողոմոնյան կրած միլիոնավոր փաստաթուղթ կա, միլիոնավոր մարդկանց, ինքը դրա համար ոչ պրոբլեմ չի։ Իրենց գուղարկի Հայաստան, իրենց գուղարկի աշխարհ, եթե ինքը ուզում է շահագործի, տեսեք։ Անձնագիրը դվող ինքն է, ֆոտոն գծելով ինքն է, գնինքը իրա ցերկում։ Ինչ կամ ուզես, այստեղ կան այս մարդիկ Հայաստան, դուք դրանց կընդունեք իբրև հայ, առանց իմանալու, որովհետև փաստաթուղթ դուք գրած եք։ Հա, ինքը ոչ մի խնդիր չունի եւ արդեն վերջ։ Հայաստանը մի տարի, երկու տարի հետո ինքը իր քրբանը դիտի։ Եթե Թուրքիան ուզեն նման բաներ կանի առանց խնդիրի, քեզի չի հարցնի։ Դա ազգային անվտանգության, այսպես ասած, մարմինների գործողությունների մեջ է մտնում, ձեր ասած բաները, ավելի դետեկտիվ էլի, որը կլինի, ինչ պիտի լինի սրանց հետևից անուն ազգանոթու, ինքը ծնված այդ տարածքում եւ այլն, նոր ցկտում ունի։ Ուրեմն անցյալ տարին, ինչպես այս տարին ցույց տվավ, այս տարի 830 մարդ էր եկել Արմենիան Հայաստանից, 830, որից միայն 3 հոգի ցանկություն հայտնեցին գնքրել։ 3-ն ալ մերժվեցին։ Այդ մնացածն նայում էին, որ սրանց մերժում են, մենք ինչ ուտի, մենք նույն բանն են։ Անցյալ տարի եկել էին Դիկրանագերդից եկած խումբի մասին է միայն խոսքը։ 56 հոգիին 2 հոգի հայտնեցին ցանկություն գնքրել, որ եւ գնքվեցին Բագրատ Սրբազանի գնկազների մասին։ Հա Տարօրինականը որ այդ մարդկանց գնքերը մինչև հիմա փաստաթուղթ չեն գտել։ Այդ մարդիկ այս տարի եւս այստեղ են, այս անցյալ տարի գնկվածները եւ եկել էին որ սուրբ կայանեն իրենց այս թուղթը դա։ Այսինքն մգրտության վկայական եւ մերժվել են։ Այսինքն մարդկանց ձեր են արել այդ սուրբ միրոնը փաստաթուղթի դեր են անցկացնում երևի թե մարդուն մերոնով օծում են, հա գնքում են սուրբ անունը իրենք են դնում սուրբ մգրտություն։ Բայց չեմ փաստաթղթավորում, այսինքն ձեր հետ ինչ-որ գործողություններ ցույց տալու աշխարհին։ Հիմա ինչքան են այդ ծբդյալ ձեր գոչած բռնի իսլամացված հայերի մեծ ցանկություն հայտնողները քրիստոնեացում մալիս հոտ չեն կարող կաշել, դրանց թիվը հայտնի չի, մենք ասում ենք միլիոնավորներ են, հա դա Թուրքիան գիտի, մենք չգիտենք իրենց թիվը, իսկական կինը Թուրքիա Հանրապետությունը գիտի, մեկ առ մեկ յուրաքանչյուրը որտեղ կոդավորված են բոլոր հայերը։ 4 սերունդ արդեն իսլամացած, տրկացված, չերկերացված, քրդացված, բայց Թուրքիայի պետությունը գիտի իրենց հայ լինելու։ Իսկ տրանսպորտ ցանկություն ունեցողները երևի դոգոս նույնիսկ չեն գազմի, ես եմ այդպես մտածում, ինչ այսօր դեր ունեցածն դա է ցույց տալիս, որ չի գանում անցիկտում, եւ իրենք եւս հիմա ասում են, որ մեր
ազգային ինքնության վերադարձը մենք չենք պայմանավորում կրոնական հանգամանքի հետ, հա, քրիստոնյա լինելը, համշերում մենք ունենք այդություն բավականին շատ տասնյակ հազարներով իսլամացված են հայախոս, հա, իրենք որևէ խնդիր չունեն իսլամ կրոնից եւ ես ձեզ ասեմ մի բան եւս, այն ճիշտ այս ընթացքում մեր այս մամուլասուլիստների այսպես 11 օգոստոսից 3 օր հետո ես մամուլով դերականում եմ, որ ընդրվել է Հայաստանի եւ Արցախի մահմեդական հայերի կրոնական առաջնորդը Արտացի Կուկազյան Ռեվի, հա, եւ այդ անձը ինքը հենց Իրանի Իսլամական Հանրապետության Կոմ քաղաքում այդտեղի իջմիածին է Իրանի, այսպես ասած, հոգեորական դասի, ուրեմն Գում քաղաքի Ջեմարանի շրջանավարտ մահմեդական փիլիսոփայության մագիստրոս Արսեն Սաֆարյանը մեր հայրենիքից, խնդրեմ։ Հիմա այս մարդը ինչ-որ բան եւ այս մարդը թե Լեռնային Ղարաբաղ, թե Հայաստանի մահմեդական հայերի կրոնական առաջնորդն է, մյուֆտի։ Ճշմարիտ բան, ես չգիտեմ ով է ինքը, ես չգիտեմ որտեղ է այդ մարդը, ինչ հանգամանքներում է դարձել, որտեղ են այդ մահմեդական հայերը, չգիտեմ։ Եթե դու լրատվամիջոց փորձեք իմանալ, շատ լավ կլինի, ես դերակացված կլինեմ, որ ուրեմն մեր մոտ մի իրավիճակ կա, մահմեդական հայեր նաև, հա, եւ նա ունի իր կրոնական առաջնորդը։ Մարդը մագիստրոցի գոչում ունի, հա, այսինքն գիտական աստիճանի ասել։ Երևի այս կան հայաստանցի դեմ մեկն է, ենթադրում եմ, այդ ամբողջը, որ գնացել է Իրան, ուսումնասիրել է կրոնը, բան ի վերջո գտել որ Սուրբ Գիրքը դա Ղուրանն է, ոչ թե Աստվածաշունչը եւ ճշմարիտ կրոնը դա է, մամեդականացել է, ոչ թե բռնի, այլ գամավոր, այս ամբողջը ենթադրություն, հա, կդեք, հարցազրույց արեք, լուսաբանեք, իմանանք, ես ինչքան ասես, աթեիստ հայ եմ ճանաչում, Հարա Կրիշնա ասող քրիստոնեական հայ եմ ճանաչում, ուրեմն հրեացած հայեր եմ ճանաչում, մուսուլմանացած բռնի իսլամացված միլիոններով ենթադրում եմ, քրիստոնյա հայ, որտեղ չգիտեմ, օրինակ, ձեզ մի հատ բան է ուզում ասել, մոռացա, լավ է որ արիքն է, էդի ասեմ ամայն։ Գոստաննո Բոսում իսլամացված հայերի մգրտության համար դրել են մի նախապայման, ես սա հետո իմացա մամուլասուլիսից, որ ուրեմն մարդը, ով որ ուզում է մգրտվել, 6 ամիս պետք է դասընթացների գնա 6 ամիս։ Հա, քրիստոնեության պատմություն եւ այլն ամբողջացված շունչի բանի։ 6 ամիս հետո քննություն անցնի, եթե հաջողվեց, իրեն ասեն, այո, դու արդեն գիտես մեր կրոնը ինչ է ներկայացնում Իրանից, ու գիտակցաբար կարող ես ընտրել այս կրոնը, նոր իրեն մգրտում են։ Հիմա պատկերացրեք, Մուշից եկած մի մարդ ինձ նամակ է գրել մի քանի օր առաջ, որ այստեղ է, Մուշից եկած ընկի մեջ էր։ Ինձ ասում է Հարկելը Ացմանյան, ասում է այդ պայմանը մենք երբ որ լսեցինք խնդալնիս է գա, հիմա պատկերացնում ենք մենք Մուշում ենք ապրում, հա, տասնյակ հազարներով հայ։ Ուզում ենք մգրտվել, Աբիդի մենք դուն ուտեղ ամեն ինչը թողնենք, գործը, ընտանիք, երեխա, դպրոց, ելենք գնանք Բոլիս, որտեղ ուրիշ ոչ միտեղ հոգևորական չի գա։ Մեկը մեզ դասավանդ է դա ամբողջը, 6 ամիս այդտեղ դում բարձենք, հյուրանոց մնանք բան։ Այդ ամբողջ ընթացքը անցենք ստաժի։ Քննություն անցնենք կարող եւ չհաջողվենք, որովհետեւ բոլորս այդտեղ ուսյալ չենք, ու ասում ենք մեզ մերժի, շշմելու բան։ Ասում ենք ոնց կարելի է նման բան ասեն մարդուն։ Մենք միլիոններով ենք, իրենք մի քանի օկով որոշում են մեր ճակատագիրը։ Փոխանակ այստեղ հոգևոր տաս ստեղծեն, հա, Դիկրանագերդում, Արևմտյան Հայաստանում շրջիկ քահանաներ ուղարկեն, ոչ մի խնդիր չկա, իրենք լյուքս, իրենց կյանքով, Բոլիս, գդարական շրջանագիր, ապրում են, լենոբոլ, ծոպ կյանքով ապրում, հոգևորական հատվածը Գոստաննո Բոլսում, ես շշմած եմ, իրենց այդ լյուքս կյանքի, իրենք թքած ունեն Արևմտյան Հայաստանի վրա, այդտեղի մեր հայրենագիցների ճակատագրի վրա եւ այլն, սա շատ դավրոնակ բաներ, հիմա հարց, ես նշանակում եմ հային տեսակավորում են, Հայաստանում օրինակ դու վաղ ետ ուզես կամ քույրդ կամ օրեքորդ տղան, որի ելեցին գնում են, մգրտում են, չես ես, քեզ հարցնում են, դու 6 ամսվա բաներ անցել ես, քննություն անցել ես, թե սա ինչ պատմություն է, չհասկացա, հա? Այսինքն այստեղ Հայաստանում ոչ ոք չգիտի ինչ է եղել, ոչ ոք, այդտեղ կոնե գիտեն, ես դրսի մասին եմ ասում, նոր են ասում եկեղեցի, 70 տարվա խորհրդային ժամանակաշրջանից հետո, այսպես աթեիստական, այսպես ասած կարգերից հետո, թեպի եկեղեցի վերադարձ կան, բայց մարդիկ չգիտեն ինչ է եկեղեցի, ինչ է գնում, ինչ է բան, գնում են ոչ մարդ իրենց ոչ մարդ չի դալիս, ամիջապես անում են, իսկ այդտեղ այս մարդկանց առաջ նման պայմաններ, այս նշանակում հայը ունի տեսակներ, ունի տասակարգեր եւ այլն, խրտնեցնող բանով հանգամանք, սա անհասկանալի է, իսկապես էլի։ Այլ հարցեր, եթե չկան, դուք շնորհակալություն հայտնենք պատասխաններին եւ մեր հաջորդ հանդիպումը
Հաջորդ անդիումը ես ասեմ, կամ 6 կամ 7 սեպտեմբեր, որը ուրեմն սեպտեմբեր 6-7-1955 թվականի հագա հունագանի և հագա հայկական պոգրոմի խորհրդանշող դարեթիվն է, 1915 թվականից հետո առաջին հայկական չարտերը դեղի ունեցել այդ ժամանակ Կոնստանդնոպոլսում և հայոց արտագաղթի սկզբնավորման թիվն է, քանի որ 55-2015 երևի կամ սեպտեմբեր 6 կամ 7-ին այդ հարիքով կազմակերպվի։ Շնորհակալություն։